մենք մեր ներկայիս սոցիալ հոգեբանական իրավիճակից ելնելով պարարտ հիմք ենք ստեղծել, կարծես թե լեգալ ճանապարհով ընտրությունների արդյունքները դարձել են այնպիսի, որ կասկածելի մեծամասնությունը կարա ընտրի կասկածելի քանակական առումով նկատի ունեմ, կարա ձևավորի քաղաքական իշխանություն տարբեր մակարդակներում։ Կասկածելի քաղաքական իշխանություն։ Թիմի մակարդակում, չգիտեմ, համապետականի մակարդակում։ Հա, բայց արի տեսնենք, որ թիմի մակարդակում всё же իշխանություններին չի ստացվում բան անել, հաղթահարել այդ ժողովրդական ամբոստությունը, всё же թիմի մակարդակում ընդդիմությունը լավ լուրջ հաջողություն է գնացել։ Լուրջ չէ, ես դրա հետ համաձայն չեմ։ Ընդդիմությունը լուրջ փորձ է։ Ընդդիմությունը լուրջ հաջողություններ չի գրանցում, հաջողություն գրանցում է, մենք գիտենք այդ դեպքերը։ Բայց մենք նաև տեսնում ենք, որ այդ հաջողությունների մի մասը այնքան սահմանային է, այն որ ասում են մազով են պլստացել, որ քաղաքական իշխանությունը կիսա լեգալ, ոչ լեգալ ճանապարհներով 1-2 ձայն փախցնելով կարողանում է բալանսը դեպի իրան վերադարձնել։ Երևանում ավականու ընտրությունները օրինակի համար ընտրված իմ ղեկավարին ձերբակալելով։ Հա, բայց եթե բան անենք, եթե ձեր նշած օրինակը հենց Երևանի ես ուզում եմ բանից էլի, ես ուզում եմ այդ արժեքային բառերից փախնեմ, հա, իհարկե գիտենք Փարաքյալի դեպքն էլ գիտենք, չենք մոռացել, Մասիսի դեպքն էլ գիտենք, չենք մոռացել, դրան տված գնահատականները ծանոթ ենք, կիսում ենք, բան, բայց նյութը հասկանալու համար դրանք խանգարող իլյուստրացիաներ են։ Խնդիրը հետևյալում է, եթե մի ձայնի, երկու ձայնի տարբերություն է, եւ այս մի ձայնը, երկու ձայնը կարելի է որին սպանելով, որին ազատազրկելով, որի վրա կամպրամատ, որին ընտանիքի անդամներ, որին եւ իշխանությունը մեծ շանսեր ունի վերադարձնելու իր բևեր իրավիճակը այն հունի մեջ, որ իրեն ձեռնտու է, ուրեմն հաղթանակը բան չի, տենց շռնդալից չի, այ եթե կոպիտ ասած 50 ձենից իրանք ունեն երկուսը 48-ին չես կարա էլի մի բան անես բերես հետ, իսկ եթե 26-25 է եւ մի հոգի ես կողմ, մի հոգի են կողմ իշխանությունը փոխանցում է ընդդիմությունից իշխանություն, ուրեմն ամեն ինչ այնքան էլ լավ չի մեր ընդդիմության մոտ։ Ես տեսեք ցանկանայի կներես էլի ընդդիմության մոտ լավ չի այդ հասկացանք, բայց այլ խնդրեմը այն է, որ իշխանությունները այդ լավ չին, շատ ավելի ծանր ցավագին են տանում եւ դիմում են ապօրինի ոչ ռելևանտ ագրեսիվ քայլերի եւ սա խոսում են նրա մասին, որ всё же այդ հաղթանակները они внушительные, потому они внушительные, они создают положительную атмосферу, которая позволяет надеяться на лучшее, но վերադառնանք հայրենին։ Մենք այսօր մի sense նյուանս ունենք, տեսեք։ Չգիտես ինչի, այսինքն իրականում գիտենք, իշխանությունը հասկանում է, որ ինքը տենց նահանջելու տեղ չունի, ինքը ամեն կերպ պետք է վերարտադրվի, որտեղ ինքը շատ լավ գիտակցում է, ինքը ինչա կորցնելու։ Վերարտադրվելու դեպքում իրանց ինչա սպասում։ Այո։ Ընդդիմությունը այս լավ չի հասկանում, ընդդիմությունը իրան իրավունք է վերապահում արձակուրդ գնալ, համարել, որ այսօր անձրևա ցույց չեն կանում, վաղը շոկ է եւ այլն եւ այլն։ Մեր մարդկանց մեջ ինչ որ պատմական պայմանավորվածությունին մտածում են դելա, որ մի քիչ է վատանակ գոնե կեթանք Ռուսաստան։ Այսինքն այդ վճռականությունը համարժեք չի։ Մենք ունենք մի կողմից վճռականություն մնալու, որովհետև հետևանքները ողբերգալի են կորցնելու բան։ Տենց հասակ։ Իսկ մյուս կողմը է, որ դե լավ, հələ այս անգամ էլ փորձենք տնենք, իսկ այս անգամ ով կօգնի, իսկ կարող է մի քիչ հետո ավելի լավ լինի, իսկ կարող է պարզապես մենք ունենանք զուտ բախտի բերմամբ համընթաց քամի, որը մեզ կօգնի։ Ունենք վճռականությունները համարժեք չեն։
Այստեղ կա գիտակցում, ցանկություն, բան, ինչ որ, այստեղ կա հստակ շահի գիտակցում եւ այդ շահի ատամներով պաշտպանություն։ Սա ռեսուրսակազմ, որը չունի ոչ մի ամենալավ ընդդիմություն։ Այս պարագայում ընդդիմության միակ շանսը ավելի ռադիկալ է լինելն է, որ ասել եմ, չգիտեմ, մենք ընդհանրապես կորցնելու բան չունենք։ Դրա պատասխանն էլ իշխանությունը ունի, ասում է, ես հիմա բոլոր ռադիկալներին կփակեմ, այսինքն պոտենցիալ ռադիկալներին կփակեմ եւ կշարունակեմ գործել իմ ոճով, իսկ այն տղեկը, որոնք ծրտին չեն ուզում կանգնեն կամ բանը ամառաոտ պուսկ պետք է գնամ գամ եւ այլ եւ այլ տղեկներ հատուկ շարունակեն հիմա տեսեք այդ էլ է շատ հասկանալի հարց եւ այնպես չի որ սա անելանելի վիճակ է ես շատ զարմանում եմ որտեղ մենք ամեն օր այդ օրինակները տեսնում ենք հենց հիմա Պարսկաստանում մենք դրա օրինակն ենք տեսնում եկեք հասկանանք հետեւյալը ուրեմն եթե շարժումը կուսակցությունը հիմնված է անձի վրա մի անց ճնշում ես եւ քո վրա եւ քո վրա այդտեղ համակարգ չկա այդտեղ կա զանգված եթե դու այդ ծանրության տակից մի ոտը տեսեք մենք ունենք երրավոտ սեղան մի ոտը կամայական մի ոտը հանում է սա փուլ է գալիս որովհետեւ մենք ունենք անց կուսակցություն մենք ունենք չգիտեմ ինչ որ sense բաներ եթե դու համակարգ ունես այս անձին հանի այս մյուսն է գալու մի հատ նայենք Պարսկաստանի ուժային կառույցի ղեկավարումը վերջի ղեկավարը մի օր հասցրեց պաշտոնավարի ոնց հասկացա ու նրան սպանեցին կամ բայց անմիջապես այդ փոխարինումը լինում է պաշտպանողական համակարգի փլուզում չկա ինչի որտեվ մի դեպքում մենք ունենք համակարգ Պարսկաստանում մենք ունենք պաշտպանական համակարգի դեր երբ որ համակարգը գործում է անկախ անձերից այստեղ հակառակն է այն որ գիտեք ոնց է համակարգը գլխավորող անձը կարա համակարգին լրացուցիչ դրական կամ բացական որակ հաղորդի բայց համակարգի իներցիան այդ անձով չի պայմանված իսկ երբ որ քո մոտ մի հատ չգիտեմ աղբյուր սերոփի վրա է կառուցված պաշտպանությունը մի աղբյուր սերոփի գլխատումը բերում է նրա որ ասենք ֆիդայական շարժումը ծրվում է հիմա դեպ ասած իշխանությունները նույնն է եթե հանկարծ մեկ էլ տեսար կուկուրուզը կանգնեց Նիկոլի բազին այո եւ ԿՊ-ն փլուզվելու է ինչն է զարմանալի որ պայքարող ուժերը հայլային են այսինքն մենք արանք ինչ որ պլյուս մինուս նշաններ դնենք բայց էությամբ նրանք նույնն են իրանք նույն կառուցվածք ունեն նույն ասենց հաղթանակ չի լինելու որովհետեւ մենք ունենք ռեսուրսների դիսբալանս եթե մեր ընդդիմադիրները այլ բան չհորինեն օրինակ համակարգ օրինակ ավելի ռադիկալիզացում օրինակ ավելի վճռականացում չի լինելու մենք անընդհատ sense գնդակի նման աչի ձախ ենք գնելու որպես հասարակություն ու իդեպ ասած դեռ մի հատ ուրիշ կարևոր վտանգ կա որ ենթադրենք զուտ տեսականորեն հա հաղթեց ընդդիմադիր ցանկացած ուժ մենք ունենալու ենք էլի այս նույն պատկերը, որովհետև էլի գոյություն չունի համակարգ, գոյություն չունի գաղափարախոսություն, գոյություն չունի ստրատեգիական պլանավորում, ու մենք ունենալու ենք նույն ԿՊ-ն ուրիշ անվան տակ։ Սա պրոբլեմա։ Ու այն ինչ որ ես 8 տարի է խոսում եմ, որ քանի չկա համակարգ, այդ շիլը նամիլը։ Այս համատեքստում ես մի հատ հարց ունեմ, որի մասին կցանկանայի խոսեինք։ Դուք նշեցիք ռեսուրսների դիսբալանսի մասին, որը որ իրականում կա, որովհետև մի կողմում իշխանությունն է իր ադմինիստրատիվ, ուժային եւ բազմաթիվ այլ ռեսուրսներով ու լծակներով, մյուս կողմից ընդդիմությունը, որը ունի համակարգային մոտեցում, լիովին համամիտ եմ հասարակության հետ աշխատելու համատեքստում հատկապես, որովհետև կա մի այսպիսի մտայնություն, հա, հասարակության որոշակի շարքի մոտ։ Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում։ Ասես որպես վերլուծողի, հետազոտողի, որքան է կազմում այդ շերտը եւ ինչ քայլեր պետք է իրականացվի այդ շերտին ակտիվացնելու համար։ Շատ բարդ հարց է սա, որովհետեւ
Նախ ես քաղաքականությամբ չեմ զբաղվում արտահայտությունը կլիշե է։ Ինքը կլիշե է, որը փոխարինում է շատ տարբեր բաների։ Օրինակ, ես չեմ հասկանում։ Ես վախենում եմ։ Ես վախենում եմ։ Ինձ միևնույնն է։ Ընդհանրապես, այդ հայտնի բանը, այդ ես չեմ հորինել, կլիշեների օգտագործումը ինքը պաշտպանական ռեակցիա է։ Եվ մարդիկ կլիշեներով են խոսում, մտածում մի պարզ բանի համար, իրանք փորձում են իրականությունը պարզեցնել։ Մարդիկ իրականությունը պարզեցնում են այն դեպքում, երբ որ իրանք կամ ունակ չեն հասկանալու, կամ չունեն բավարար ռեսուրսային կազմ ինչ-որ բան հասկանալու համար։ Ես հակված եմ երկրորդ տարբերակին։ Եկեք մի հատ sense օրինակ բերեմ ձեզ։ Դուք նկատել եք, օրինակ, մենք մի քանի դաշնակցական պատգամավորներ ունենք, որոնք սոցիալական ցանցերում բավականին ակտիվ են։ Դուք նկատել եք, օրինակ, իրանց այդ հրապարակումների տակ կոմենտներում ինչ են մարդիկ գրում։ Շուն դաշնակներ եւ ինչ-որ sense բաներ։ Այդ իրանց կլիշեների զգալի մասը նվագախմբի տղաներից այդ այսինքն սովետական ռոպագանդայից մնացած բաներ են դաշնակցականների հասցեին։ Որ սովետից 30 տարի անցել է։ Նոր կոպիտ ասած մեղադրանք չի ծնվել, մարդիկ վերարտադրում են հինը։ Ինչի մասն է սա խոսում։ Որ մարդիկ կոգնիտիվ ինչ-որ ջանքեր չեն ներդրում, ինչ-որ երևույթները հասկանալու։ Իրենց ավելի հեշտ է միջև հիմա հիշել, որ դաշնակները վերցրել են, դաշնակները ինչ-որ պետության գանձարանը եւ հայդա Փարիզ։ Իրենց ավելի հեշտ է սերունդ այդ միտքը փոխանցել իրար, բայց չխորանալ ինչ-որ երևույթների մեջ։ Նույն վիճակն է։ Հիմա եւ մարդիկ ասում են մենք քաղաքականությամբ չենք զբաղվում։ Իրանք նախ չեն հասկանում, չեն նշում քաղաքականությամբ զբաղվել։ Այսինքն դիրքորոշում ունենալ ընթացիկ վիճակի վերաբերյալ, դա քաղաքականությամբ զբաղվել չի։ Այս կոնտեքստում քաղաքականությամբ չի զբաղվում Հայաստանի Հանրապետության բնակչության 99%-ը։ Այդ առումով մենք բոլորս քաղաքականությամբ չենք զբաղվում, որտեղ մենք քաղաքական գործիչներ չենք։ Բայց կանգնել ես ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, նշանակում է ինձ մեկ է, կամ ես վախում եմ, կամ ես չեմ հասկանում։ Եկեք նայենք հետևելը, լավ, վախերը քննարկեցինք, հասկացանք։ Իսկ ինչի է մեկ։ Որտեվ ինքը վերջի վարիանտ ասում եմ, ինքը ինձ sense tendenz նորմալ է, վերջի վարիանտ կգնամ Սարատով, որտեվ այնտեղ մորքուրի մարդ ունեմ։ Մենք միշտ backup պլան ունենք, մեր backup պլանը արտագաղթն է։ Սա պատմականորեն պայմանավորված երևույթ է։ Ոչ մեկ չի ուզում պայքարի, սա ասում են կեթանք։ Որտեվ մենք ունենք ավանդույթ գնալ ստեղծել գաղթօջախ, այդ գաղթօջախում ինչ որ մի 100 տարի բավականի բարեկեցիկ ապրել, տեղական հասարակության մեջ բարձր դիր գրավել, ստեղծել խաչքար, եկեղեցի, Կիրակնորիա դպրոց, մոտարապես 100 տարվա մեջ այդ ամենը մարում է։ Մենք ունենք բազմաթիվ տենց պատմություններ, թե մերձավոր երկրների շրջանակում, թե ասենք, այնց էկզոտիկ երկրներում, ինչ որ ասենք Կալկատան է։ Կալկատայի համայնքը ուր է հիմա։ Հəլսի Կալկատայի հայությունը 16-րդ դարում է ձևավորվել։ Սվազիլենդից խոսա 3 հայ են եղել, մի եկա եկեղեցի են կառուցել։ Սվազիլենդ քարտեզի վրա տեղսկի չգիտեմ։ Ну լավ, գիտեմ, բայց դե մի խոսքով ուզում եմ ասեմ, որ մենք տենց ինչ որ կարճաժամկետ լուծումների փորձ ունենք, գիտենք, մեր համար դա տարբերակ է։ Այդ վատ է, որտեղ մարդիկ չեն ուզում իրենց հույսը կապել ինչ որ աշխարհագրության հետ, իրանք տենց բայց վերադառնանք դրան, իսկ ինչի մարդիկ չեն ուզում հասկանան։ Որտեղից են գալիս բոլոր այդ զրույցները, որ օրինակ մարդու լեզուն չի ֆռում այդ բաները։ Մենք բազմաթիվ միֆեր ունենք, չէ՞, որ սկսած որ զենքը պահել էին պատվալում գլխին, միջև ով է ինչ անում, որ այդ բաները պարզաբանվեն։ Օնիսան Դանիկը, ով է դե, հա, ասենք որպես կատակ այդ լավ է, բայց ռեալ, ասենք ես հասկանում եմ ինչի է պետությունը։ Դրա վրա պետք է աշխատի պետական քարոզչական մեքենան, որը չի անում, այլ հակառակը սնուցում է այդ միֆերը։ Սա շատ վտանգավոր է, որտեվ եթե մենք հույսերը դնում ենք մենակ պետական քարոզչական մեքենայի վրա, մենք ուրեմն պետք է ի սկզբանե ընդունենք, որ պետությունը լավն է եւ
ազգայինը, պետականը եւ այլն եւ այլն։ Օրենքով նման միֆերի բացահայտման պետք է զբաղվի պետությունը, բայց մենք չունենք պետություն, մենք չունենք լավ իշխանություն եւ հետեւաբար այդ միֆերը ոչ միայն ոչ հերքում են, նորն են գեներացվում։ Ապրես ոչ միայն պահպանվում են, այլ նաեւ վերարտադրվում են եւ ամրապնդվում են։ Եվ հետեւաբար այս կողմի գործն է դրանք։ Հիմա դրա համար, քանի որ մենք գարանտիա չունենք, որ այն ինչ որ մենք հիմա ունենք, ինչ որ ժամանակ հետո նորից կրկնվելու է, որովհետև էլի կարան վաղը չեմ ասոր ընտրեն Նիկոլան նման մեկին։ Ժողովուրդ, եկեք խոստովանենք, որ վերջի հաշվով շատ քիչ թե ինչ որ մարդիկ ձայն են տվել։ Ու էլի տեսեք, էլի մոբիլիզացիայի եւ ռադիկալիզացիայի համար Նիկոլին ընտրողները գիտակցում են, որ պետք է գնալ ընտրությունների։ Ես ավելին ասեմ։ Սպառնալիքա, վախա, պարտադրանքա, աշխատավայ կարևոր չի, իրանք գնում են։ Նրանք ովքեր դժգոհ են եղած վիճակից, իրանք դες մրթմրթում են, դժգոհում են, ինչ որ բաներ են լայքում իրար չաթերով, ինչ որ բաներ են ուղարկում, բան, բայց ընտրությունների չեն գնում։ Սա էլ է այդ վճռականության խնդիր, որ դե լավ, այն նրանք վճռական են։ Չգիտեմ, 100 հոգի է, 100 հոգի այդ հանդրությունների կընտրեն Նիկոլին, մնացածը կասեն դե լավ, մեր ձենից մեկը բան կախված չգնանք, ինչ անենք։ Մեկը սա արդեն որ հողերը հանձնածա, Պուտինը որոշել է, Մակրոնի հետ պայմանավորվածություն կա անգեր, դե ասենք մեր ձեռին ինչ կա։ Մեր ձեռ նման տրամաբանից լավ անեկդոտ կա, որ ասում է, տենց տրամադրությունով դու ես փղին չես ծախի։ Չգիտեք այդ անեկդոտը։ Ուրեմն մեկը տենց շուկայով անցնում, ասում է մեկը փիղ է ծախում։ Ու ասում են, ես ոնց որ տենց ես ինչ ես անում, ասում է փիղ եմ ծախում։ Ասում է փիղն ի, մայթուցենք որ բերել է շուկայով, պետք է փիղ առնել, փիղն ի՞նչ է։ Ասենք, չգիտեմ, DVD-ներ կհասկանայի, չգիտեմ, ինչ որ տենց ինչ որ կատուլներ էլի կհասկանա։ Փիղ, արա, ասում ես, գիտես ինչ փիղ է։ Կոֆե է դնում, լվաս կանում, երեխեքին քնելուց առաջ հեքիաթ է պատմում, բան տենց ընտի բան ինչ արժի, բան տենց շուր առնում տանում, Ես մի ամսից հետո հանդիպում ունելի շուկայում, ես մարդը տենց գժված, բան այդ փղին հետ է ուզում ծախի, բան, ասում է, չէ, արա, ասում է, դե չիմացար, այս փղին տարա տուն, նախ տունը սաղ ավիրեց, աղույքը կոտրեց, սաղ մնդրե, ջարդե, կերը, բան, սենց, մի խոսքով ավիրել, չեն կարում, տունս, կինս բանժանվում է ինձանից, բան, սենց չի լնում, հնար չկա, ես փղին պտի ծախեմ, կենթանի չի, ես մանեկող կատաստրոֆա է, ասում, սենց տրամադրությամբ դու դժվար այդ փղին ծախես։